13-ամյա աղջիկը այդքան էլ չի փայլել վարքով միտքը աղջկա բռնաբարության մասին հոդվածում։ ՔՊԱ-ականները օրենքով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։ Նիկոլ Փաշինյանին սատարող կանայք ծայրահեղ տգեղ են։ Ըստ Օքսիջեն հիմնադրամի ուսումնասիրության, սրանք գենդերային ապատեղեկատվության օրինակներ են։ Ես չընդհատեցի ձեզ ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ ինստիտուտի նկատմամբ հարգանքից ելնելով, նաև սեռային հարգանքից ելնելով։ Գենդերային ապատեղեկատվությունը կեղծ ապակողմնորոշող մոլորեցնող բովանդակություն է, որի կենտրոնում անձի սեռն է։ Դրանք հատկապես կնոջ մասնագիտական կարողությունները, այսպես ասած, թերագնահատելու, նսեմացնելուն են ուղղված, նաև ունենք շատ ավելի վտանգավոր դեպքեր, որտեղ արդարացնում են բռնարարին եւ կրկնակի զոհայնացման են ենթարկում արդեն տուժած անձնավորությանը, տվյալ դեպքում կանանց եւ աղջիկներին։ Օքսիջեն հիմնադրամը պայքար գենդերային ապատեղեկատվության դեմ վերափոխելով պատմույթը ծրագրի շրջանակում մշտադիտարկման է ենթարկել հայաստանյան 12 լրատվամիջոցների բովանդակությունը, ռադիո, առցանց եւ հեռուստատեսություն։ Նպատակն էր պարզել, թե որոնք են առավել հաճախ տարածվող խոսույթները, ինչ թեմաների համատեքստում են օգտագործվում դրանք եւ ովքեր են տարածողները։ Այս երևույթի դեմ պայքարում ակնկալիքներ կան նաեւ բիզնեսից։ Չխթանել այն հարթակները, որոնցով տարածվում է նման բովանդակություն, չթողնել, որ իրենց հետ առնչվող նյութերի կողքին հայտնվի գենդերի հիմքով թիրախավորում պարունակող տեղեկատվություն։ Բիզնեսները իրենց հերթին ունեն սոցիալական պատասխանատվության բաղադրիչներ, որի շրջանակում կարող են կիրառել իրենց ձեռքում եղած մեխանիզմները եւ ազդել այս երևույթի տարածման վրա։ Հաճախ բիզնեսները, երբ խոսում են գենդերային հավասարության մասին, ամենից առաջ հղում են տալիս սեռերի բաշխվածությանը, բալանսին իրենց կազմակերպությունների ներսում։ Մենք ուզում ենք մի քիչ ավելի ընդլայնել այդ դաշտը եւ սա եւս բերել բիզնեսի օրակարգ։ Մինչեւ հարցազրույց տալը, մինչեւ քո կազմակերպության մասին խոսելը ավելորդ չի եւս մեկ անգամ գնալ, հետեւել, տեսնել ինչ ինֆորմացիա է այնտեղ տեղադրված, ինչպես են հոդվածները մշակվում, որ այնպես չլինի, որ դու 10 մի հարցազրույց, վերջում ավելի վատ էֆեկտ կարողանաս ունենաս, քան որ դու ուզում էիր քո ասելիքով հասցնել մարդկանց։ Թեև խոշոր ընկերություններում մեդիա հարթակների ընտրության պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, խնդիրը չի վերանում։ Օքսիջեն հիմնադրամից ասում են, որ գործընթացը երկար է։ Նրանք փորձում են ուսումնասիրությունները հասանելի դարձնել բիզնեսի համար, կազմակերպում են տեղեկատվական արշավներ, երկխոսության գնում բիզնեսի հետ։ Մենք ինքներս մեր վարքագծով կարող ենք նպաստել, որ մեդիա հարթակից ավելի քիչ տեսանելիություն ունենան ու եւ ինչ որ առումով հեռանան այն հարթակները, ովքեր տարածում են ապատեղեկատվություն, ովքեր վնասում են ուրիշների անձնական իմիջին, համբավին եւ կեղծ ինֆորմացիա մոլորացնում հասարակությանը։